Փարքնժդեհին խոսել եմ ընտրությունների մասին, խոսել եմ կայացած նախորդ Նիկոլի ռեժիմի օրոք տեղի ունեցած ընտրությունների մասին, Սերժիկի Ռոբերտի ընտրությունների մասին խոսել եմ, անգամ իմ մասնակցությունների ժամանակ ունեցել եմ, նկարագրել եմ, թե ես ինչպես եմ մասնակցել, այսինքն դեմ գնացել այդ ռեժիմներին։ Հիմա խոսել եմ Նիկոլի կազմակերպած ընտրություններից եւ խոսել եմ կազմակերպվելիք ընտրություններից։ Ինչու եմ ասում Նիկոլի, որովհետեւ Նիկոլի իշխանության օրոք է դա տեղի ունեցել եւ տեղի ունենալու։ Դե ճշտաբեմ շատ հնարավոր է, որ Նիկոլը մինչև ընտրություններ չհասնի էլ, որովհետեւ նման բան, ինչ որ ինքն է ասում եւ անում, եւ դրան հակառակ զուգահեռ անում դրած խաղաղություն, լսում ենք Ալիևի ազդակները բացարձակապես չեն համընկնում։ Նրա ասածը խաղաղություն չէ, սրա ասածն էլ իբր դեպի խաղաղության է տանում։ Բայց խոսել եմ ընտրություններից եւ Բևերի շուրջ, նաեւ ինձ ուղղված հարցերից, ինչու Արա Պապյանն այսպես ասեց, ինչու Վայ Գասպարյանն այնպես ասեց, ինչու սա այնպես ասեց, ինչու նա այնպես մեկնաբանեց։ Ես սկսեմ նախ անցած ընտրություններով։ Կոնկրետ 21 թվականի ընտրությունների ժամանակ իշխանությունը Նիկոլի ձեռքում էր։ Ինձ համար այդ իշխանությունը կոչվում է կրեմլյան, թրքաբոլշևիկյան։ Դա ոչ թե Նիկոլի ձեռքին էր, ոչ թե Ռոբերտի, ոչ թե Սերժիկի, դա միշտ եղել է Կրեմլի ձեռքում եւ ամեն ինչ կազմակերպվել է ըստ իս Կրեմլի միջոցներով, որովհետեւ 21 թվին մուշ մանգաղաստղը դա հենց Կրեմլի ձևաչափն էր, որ Նիկոլը անխափան 5 տարի իշխի Հայաստանում, որպեսզի կարողանա այդ ռուս-թուրքական առևտուրը հասցնի այս փուլին։ Այսինքն պետք է ավարտած լիներ, բայց դե աշխարհը խառնվել է իրար, չեն հասցնում։ Մի երկու մանրամաս Բևերի ընտրությունների մասնակցելու կամ չմասնակցելու մասին էս թնջուկը, որպեսզի ցրվի, ես խոսել եմ եւ մասնակցելու եւ չմասնակցելու պատճառների մասին, բայց մասնակցելու ենք թե չէ, դա որոշել ենք բոլորս միասին, խորհրդի հետ, խորհրդի գլխավորությամբ, բայց ասեմ, որքան ձգվում է մեր որոշում կայացնելը, զգացում է, որ հակառակորդ ճամբարում, ասել է թե ռուս-թուրքական ճահճում անհանգստություն կա։ Եթե նախկինում Բևերը, ասենք, հիմա էլ որից է ազգային ծրագրից խոսում էր, որից է թրքաբոլշևիկյան այդ ռեժիմին ծառայող քաղաքական ուժի լրատվական կամ հենց պետական լրատվական մեքենան չի բարձրաձայնել, չի խոսել Բևերի բացարձակ որից է ծրագրից, բայց բավական է Բևերը մի միտք արտաբերի եւ որը իրենք կարողանան մանիպուլացնել, վերցնում եւ մանիպուլացնում են։ Այսինքն ասել է թե իրենք ուշի-ուշով հետևում են Բևերին, բայց մեկնաբանում կամ տարածում են այն ժամանակ, երբ որ հարմար առիթ կա Բևերին ինչ որ կերպ մանիպուլացնելով, ոչ թե Բևերը սխալ բաներ է թույլ տալի, այլ կարողանան այդտեղ ինչ որ մի բան պատտեն իրենց օգտին ցույց տան եւ ժողովրդին այնպես այն ասեն սրանցից հեռու մնացեք։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ 21 թվականի ընտրություններին։ Եթե հիշում եք, Արցախյան ըստ Նիկոլի պայմանավորված կամ սցենարով պատերազմը արդեն պարտվել էինք եւ սկսվել էր զիջումները։ Նահանջի հրամաններ էր տալի, զիջում էր։ Եկավ ընտրություններ եւ իր քարոզությունը բացառապես հենված էր Քոչարյաններին, Սերժիկներին քննադատելու վրա։ Եվ ժողովրդին ցույց տվեց, որ ինքը վերարտադրվեց ի ատելություն Ռոբերտի եւ Սերժիկի։ Ինչ տեղի ունեցավ։ Ռոբերտը եւ Սերժիկը մեղադրվում են հայրենիքը թալանելու, սխալ սահմանադրություն կազմելու, ժողովրդին ճնշելու, բանակը թուլացնելու եւ այդ բոլոր մեղքերը դրվում էին նրանց վրա, իրենք իբր այդ պատերազմում պարտությունը բացառապես այդ երկուսի վարած քաղաքական հետևանքներ։ Այսինքն Նիկոլը մեղք չուներ ըստ իշխանությունների։ Եվ այդ երևույթի վրա քարոզություն սարքելով նկարեցին մի այդ ցանկ խորհրդարան անցնող ուժերի, որտեղ անցավ
Սցենարով պատերազմ կազմակերպած եւ պարտված քաղաքական թիմը, այսինքն Նիկոլը, եւ անցավ Նիկոլի կողմից պետական բոլոր միջոցներով եւ այդ իր բանով լոբինգով զբաղվող այդ բլոգերների, այդ fake ֆաբրիկայի կողմից հակակարոզ տարված այդ նախկինների հանդեպ տարված այդ նախկինները նույնպես անցան խորհրդարան։ Դուք պատկերացնում եք Նիկոլը ամբողջ թափով իր վերընտրվելու գործողությունը հիմնովին հենել էր նախկինների բանը հակակարոզի վրա, նախկիններին ցեխը կողելու վրա, որ ինքը անցնի։ Լավ, ասենք թե ինքը անցավ։ Բայց նախկինների վրա այդքան ցեխ շպրտությունով ո՞նց նախկիններն անցան։ Այսինքն ազգային ժողովրդական բևեռը ոչ պետություն էր թալանել, ոչ պատերազմ էր պայմանավորվել, ոչ էլ տանուլ տվել։ Այս անարատ ուժը, այսինքն խորհրդարանում չանցավ, ժողովուրդը չընտրեց այս անարատ ուժին, ընտրեց պայմանավորված պատերազմ սարքած պարտվածին եւ ընտրեց բանակը պետությունը թույլատրած ուժերին։ Եվ սա դուք մտածում եք, որ սա լեգիտիմ ընտրություն է եղել, եւ իրոք այդպես է եղել։ Չէ, այդպես չի եղել։ Այն ուժգնությամբ, որ հակակարոզ էր արվում Քոչարյանների դեմ ու Սերժիկների դեմ 21 թվին Նիկոլի կողմից, այդ հարվածից նրանք չպետք է 1% հավաքեին։ Բայց Բևերին նկարեցին ինչ-որ 2%։ Բևերը ավելի շատ ձեն պետք է հավաքեր, քան Քոչարյանները։ Եթե Քոչարյանը 18% է հավաքել, ուրեմն Բևերը պետք է հավաքեր 118%։ Օրինակ։ Այսինքն ինչ կատարվեց։ Մի ձեռով Նիկոլը քննադատեց Ռոբերտին ու Սերժիկին, այն մի ձեռքով ինքը տարավ խորհրդարան։ Էլի եմ ասում, այն հակակարողությունը, այն մեքենան, այդ ուժգնությամբ ում վրա աշխատեր, այդ մարդը 0.1% էլ չպետք է հավաքեր, բայց հավաքեց։ Այսինքն չհավաքեց, այսինքն իրեն տարան խորհրդարան։ Այս է որ ասենք հիմա, ասենք Բևերի որոշ մարդկանց թևաթափ է անում, ասում եմ միևնույն է, կրկնվելու է 21 թվի մեթոդը։ Այսինքն եթե մնացել է Պուտինը դեռ էս պետության գլխին, մեր պետության, եւ նրա կատարածություններ Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկը, Տաշիր Սամոն, հա Դոդի Գագոն, ֆլանը, ֆստանը, եթե խաղի մեջ են, ուրեմն էլի Պուտինը ասել է տղերք, այս անգամ էլ այս ձևով նկարագրեք, բայց էլի դուք մնացեք։ Այսինքն Բևերում կան մարդիկ, ովքեր ասում են, եթե պետք է մենք գնանք մասնակցենք ու մեզ նորից թղթի վրա գրեն 2% կամ 1.8%, դա կարող է նաև մեր իմիջի վրա ազդել, ասեն դե այդքան խոսում ասում եք, չարչարվում եք, արտերկրում անգամ գործունեություն եք իրականացնում, բայց ժողովրդի մոտ հարգանք չեք վայելում։ Բայց իրականում այդ հարգանքը կա, ուղղակի ցույց տվողը ցույց չի տալիս։ Այսինքն իշխանական լրատվականները ցույց չեն տալի։ Ժողովրդին միշտ մոլորեցնում են։ Սա ովքեր դեմ են մասնակցելու, այդ մարդկանց տեսակետն է։ Այսինքն աչքը տեսածից վախենում է։ Էլի եմ կրկնում, այն հակակարողությունը, որը արվում է Ռոբերտի դեմ, ու այդքան չէ դու Ռոբերտը 18%-ով հայտնում է խորհրդարանում, դա աբսուրդ է։ Որից մեկը չի կարող լեգիտիմ ընտրություններից խոսել։ Այսինքն ռեժիմը քննադատելով Ռոբերտին տարել է խորհրդարան։ Դա չի լինում։ Էլի եմ ասում, Նիկոլի քարոզչա մեքենան իրեն վերընտրելու ամբողջությամբ հենված էր Սերժիկին Ռոբերտին, այդ պատերազմի մեղքը իրենց վրա գցելու։ Բայց իրականում դու գաղութ ես եղել Կրեմլի եւ Կրեմլն է որոշել դու պետք է հաղթես թե չէ։ Այդ պահին Նիկոլի փոխարեն Ռոբերտն է լինել, ասելու էր հանձնի, հանձնելու էր։ Իհարկե նա ասենք Նիկոլի պես լկտի չէր կանգնի, ասենք բաներ խոսի, դա էլ իր ձևով կաներ։ Տաշիր Սամոներ կաներ։ Ցանկացած պուտինական չէր կարող չանել Պուտինի հանձնարարությունը։ Եթե Պուտինը գտնի որ այլևս Հայաստանը պետք է դառնա Թուրքիայի մաս, որովհետև ինքը խնդիր ունի Ուկրաինայում եւ Թուրքիան իրեն աջակցում է, դա վճարում է դրա դիմաց։ Եթե այդպես չլիներ, այսօր թե Լևոնը, թե Ռոբերտը, թե Սերժիկը, թե Տաշիր Սամոն, թե Դոդի Գագոն, բոլորը կքննադատեին Պուտինին։ Բայց իրենք մինչև հիմա հլու հնազանդ
ծառայում են։ Իսկ ասենք Բևերը, որը արևմտամետ ուժ է, նախընտրում է արևմտյան երկրների հետ համագործակցել, երբ որ արևմուտքը սխալներ է թույլ տալի, ասենք Նիկոլին բռնած պահում է, քննադատում է, ասենք ռուսամետների պես չի լռում, իրենք Պուտինին չեն քննադատում, մենք ոչ միայն քննադատում ենք, այլև սպառնում ենք, ասում ենք դուք այն եք անելու, որ հետագայում մի ամբողջ ժողովրդի մեղքի տակ մնաք։ Եթե դուք ուզում եք, որ հակառուսական ուժ Հայաստանում իշխանության գա, չնայած դա էլ է, ասենք արտաքին միջամտություն է, բայց լավ, եթե դուք իսկապես գտնեք, որ Հայաստանը ռուսական գաղութ է, ուզում եք փրկեք, բա արևմտյան ուժին թողած հապկի Նիկոլին եք աջակցում։ Եվ անը դնում եք, մեզ այս պահին հարմարը սա այս տարբերակն է։ Այսինքն թքած ունել Հայաստանի ճակատագրի վրա, թե այս ընթացքում Հայաստանը ինչ, այսինքն Ալիևի ախորժակը տեսնում եք, թուրքերը ոնց են ուրախացել, որ Նիկոլին հաջողվել է արևմուտքին այնպես ցույց տա, որ ինքը իրոք ուզում է հապկից դուրս գա, բայց իրեն էլ հարցնում են, ասում են, ես նման արտահայտություն եմ արել, որ ես Եվրոպա եմ գնում։ Կամ ես ասել եմ, որ հապկից դուրս եմ գալու։ Երեք թե առաջի օրը։ Ես նման բան ասել եմ, որ ես Եվրոպա եմ գնում։ Հա սազանդարներն ինչքան էլ ասեն, հա այն ովքեր են Շիրինյան, Միրինյան, չգիտեմ, շատ ունի չէ, այդ սազանդարներ, որ Եվրոպա է գնում, դու Եվրոպա է գնում, հեսա, հենա, մարդն ասում է ինչ Եվրոպա։ Ռուսաստանը սատկում է, ասում են մենք ավելի իր հետ, իր անով։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը Պուտինի Նիկոլն է։ Բահամի Պուտինի Նիկոլի դեմ։ Պուտինի Սամվել Կարապետյանը ինչ պետք է անի կամ Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ մի բան։ Երբ որ Պուտինը կորոշի, որ Նիկոլը չի Սամվել Կարապետյանն է, կլինի Սամվել Կարապետյանը, եթե Հայաստանում մնա այս իրավիճակը կամ տարածաշրջանում։ Անդրադառնամ Արա Պապյանի, ինձ իսկապես շատ են գրել, ձայնայինով էլ հարցրել, հեռախոսով են զանգում, ինչու է Արա Պապյանը փորձել ռուսամետ, չգիտեմ, Տաշիր Սամոյին աջակցել։ Նորից եմ կրկնում, Արա Պապյանը խոսել է ժողովրդի ընկալման մասին։ Ինքը բառացի ասում է, նորից խնդրում եմ լսեք, լինելով հակա ռուս, լինելով, այսինքն չկիսելով Սամվել Կարապետյանի քաղաքական թեզերը, այդ մարդն ասում է, չեմ կիսում, չեմ ընդունում, բայց եւ ժողովրդի մեջ կա ընկալում, որ ինքը բարերար է։ Իսկ այդ հարցում, որից մեկը չի կարող ընդդիմանալ, որ այդ մարդը Ռուսաստանից փող չի բերել Հայաստանի վրա ծախսել։ Դա բարեգործություն է։ Բևերը մանիպուլյացիա չի սիրում անել։ Եթե տեսնում է, որ մարդը ունի արած բան, ասենք չի արել, գեղեցիկ չէ։ Հենց մեր խնդիրը նաև այդտեղ է, որ մենք ազնիվ ենք։ Արա Պապյանի ասածը սա է։ Խոսում են, բա ինչու է Վահե Գասպարյան այսպես խիստ տոնով ասում, եթե Բևերը չմասնակցի ընտրություններին, ուրեմն դավաճանում է։ Ազգային Վահե Գասպարյան խորհրդից ինքը դուրս է եկել, բայց Բևերի անդամ է։ Ինքը դուրս է եկել, որպեսզի ազատ կարողանա իր մտքերը, իր էմոցիաները արտահայտել։ Եվ Վահե Գասպարյանը իր մեթոդով, իր զգացմունքով փորձում է ազդել իր թիմի վրա։ Այդ մեթոդով է ազդում։ Եվ այդ մարդուն էլ է հասկանալ պետք։ Եվ եթե հանգարց մտածում ենք, որ ինքը դրանով Բևերին վիրավորում է, չէ։ Եթե վիրավորեր, Բևերից դուրս կգար։ Այդ մարդն ասում է իրավիճակ է փոխվելու, եթե մենք գրանցված ուժ չլինենք, օրինակ, եկել է ընտրության պահը, մենք գրանցված չենք մասնակցում, ու հանգարց բան է փոխվում, ու ոչ Նիկոլը, ոչ Ռոբերտը չեն կարողանում կեղծել ընտրությունը, այնպես իրավիճակ է լինում, ժողովուրդը գնալ է ում ընտրի։ Սա էլ այդ մարդու անհանգստությունն է։ Եվ ընդհանուր վերցրած, ցանկացած մարդ իրավունք ունի իր տեսակետը արտահայտելու։ Էմոցիոնալ է, այդպես է արտահայտվել։ Ինքը իր թիմը։ Կարող է մարդկանց իր ականջին հաճելի չի, մյուսի ականջին հաճելի է։ Դուրեկան չի, դուրեկան է։ Ինքը չի դավաճանել իր թիմին, ինքը ազդում է իր թիմի վրա, բոլորն իրավունք ունեն ազդելու իր տեսակետը, ազգային ժողովրդական Բևերը ինչ-որ մեկի սեփականությունը չէ։
Ազգային ժողովրդական բևեռը ժողովրդավարական մարմին է։ Այնտեղ հարցերը որոշվում են կոնսենսուսով։ Պետք է մեծամասնություն լինես, որ այդ միտքը առաջ գնա։ Ինչ որ մեկի կամքը չի այնտեղ գործում։ Սա է ընդհանուր։ Եվ սա թող լինի հենց այն խնդիրը, որ ձեզ համար տեսանելի լինի, թե ինչպիսի կառույց է ազգային ժողովրդավարական բևեռը, որ անգամ իր հակառակորդին, որը ձգտում է դեպի, ասենք, ռեժիմը, մեզ ստորացնողը, ստրկացնողը, եթե անգամ միտեղ մի լավ բան ունի արած, ասվում է։ Բայց դուք այդ քաջությունը չունեք բևեռի ազգային ծրագրից, թեկուզ մի տող խոսեք։ Կվերցնեք, կաղավաղեք, կտակ մի երիտասարդի, կասեք խոսեք դուք սրանից, բայց մի 90% կեղծիկով, մի 10% ճշմարտությամբ շաղախեք, տվեք ժողովրդին, թող գնա։ Այնքան է բևեռը այդ գծից դուրս գա, ձեր վրա մնա այդ բանը, այդ իրավունքը։ Էս է արվում բևեռի հանդեպ, բայց եւ ասեմ, այս սպասելու, այս ձգձգելու մեր մասնակցելու թե չմասնակցելու, այս թրքաբոլշևիկյան ճահճոտ քաղաքական դաշտը ճաքեր է տալի, չէ՞։ Թող ժողովուրդը այս թողուբոհը նաև ժողովրդի մոտ որոշակի հասունացում կարող է առաջացնել, ընկալումը կարող է բարձրացնել։ Եվ առհասարակ 21 թվին ազգային ժողովրդական բևեռը մասնակցեց ընտրությունների, բայց չհասավ խորհրդարան, չթողեցին ավելի շուտ, բայց ինքը չի դադարեցրել իր պայքարը, չէ՞։ Այս 5 տարի է տեսնում եք բևեռն ինչեր է անում եւ դուք էլ հանգանակություն եք անում, դուք ներդրում եք կատարում բևեռի գործունեության համար։ Այսինքն անկախ են բանից բևեռը կմասնակցի թե չի մասնակցի, կանցնի թե չի անցնի, ինքը շարունակել է գործել, որովհետեւ հավատացեք, եթե բևեռ չլինի, Հայաստանին կուլ տալն ավելի հեշտ է լինելու։ Իսկ դրա համար դուք նորից սիրելի հանրություն պատրաստ եղեք մեր գործունեության ֆինանսավորումը բացառապես ձեր ներդրումներից է կախված։ Ինչպիսին կլինի այդ ներդրումը, այնքան ուժգնություն կունենա մեր քաղաքական գործունեությունը։ Այն ինչ որ դրված է, այն ինչ որ մենք անում ենք մեր անձնազոհ, մեր մտքով, մեր ֆիզիկական, մեր նյութական, մեր ֆինանսական միջոցներով, մեր աշխատածից մենք ներ ենք դնում, որ գործողություն անենք, որ մարդկանց հետ հանդիպենք, որ որոշումներ կայացնենք, որ թուղթ առնենք, բենզին առնենք, բայց դրան դուք շատ օգնում եք։ Մենք շարունակելու ենք այդպես պայքարել, բայց մոտենում են ընտրություններ, կապ չունի մենք խորհրդարանում հայտնվենք թե չէ, մենք շարունակելու ենք պայքարը, իսկ դրա համար ֆինանսավորել է պետք։ Այս մասին չմոռանաք, սիրելի հանրություն, եւ ընդհանրապես հիշեք, որ բևեռը միշտ ժողովրդի հետ է լինելու անպայման։ Հուսով եմ կարողացա մանրամասն ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում։ Էլի եմ ասում 21 թվին այն լափը, որ թափվում էր Քոչարյանի գլխին, պետական ապարատի եւ ոչ պետական ապարատի կողմից, այդ լափը թափվելով Քոչարյանի գլխին, ինքը պետք է խորհրդարան 1% էլ չհավաքեր, բայց անցավ խորհրդարան։ Այսինքն մի ձեռով Նիկոլը լափը թափեց, մի ձեռով Քոչարյաններին տարավ խորհրդարան։ Այսինքն ինքը չէ, Պուտինը ասես, պետք է սենց անեք։ Ցույց տվեք, որ քո ձայները դու դենց տար, բայց Քոչարյանները նկարելով կտանես։ Էլի եմ ասում, պատերազմ չհրահրած եւ չպարտված երգիրը չթալանած բևեռը չէր կարող ոչ Նիկոլից, ոչ Ռոբերտից քիչ ձայն հավաքել, բայց այնպես հայցեն խորհրդարանում չհայտնվեց։ Իսկ սա մտածելու տեղիք է տալի։ Իսկ քեզ այդ մասին խնդրում եմ անպայման գրեք։ Ես ուզում եմ հասկանամ իմ այս բացատրությունը, իմ այս մեկնաբանությունը ձեր մոտ ինչպիսի արձագանք կստանա։ Շնորհակալություն, մնաք խաղաղությամբ։